Փարաքար համայնքում ընդդիմադիր ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Վալոդիա Գրիգորյանը հաղթեց քաղաքացիական պայմանագրի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով Գրիգորյանի առաջնորդած Միասնություն դաշինքը 3 անցկացված ընտրություններում ստացել է ձայների մոտ 57%-ը։ Ժողովուրդը տվեց իր վստահությունը եւ դա ինձ շատ պարտավորեցնող է, որպեսզի ես նույնպես գրանցեմ այնպիսի առաջընթաց, որը որ սպասում է մեր փառախոսացած համայնքի ժողովուրդը։ Ընդդիմադիր Վալոդիա Գրիգորյանի համար հաղթանակը սպասելի էր, ասում է, քարոզարշավի ընթացքում մարդկանց տրամադրվածությունից արդեն պարզ էր, վստահում են իրենց ուժին։ Քաղաքացիական պայմանագրի պարտված թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը շնորհավորել է մրցակցին հաղթանակի կապակցությամբ։ Գյուլնազարյանը, որ պնդում էր, թե հենց քաղաքացիական պայմանագիրն է մեծամասնություն ստանալու, այսօր սոցիալական ցանցի իր էջում գրել է. Փարաքարը մեր տունն է ու բոլորիս անելիքն է առավելագույնը անել Փարաքար համայնքի զարգացման համար։ Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդիա Գրիգորյանին։ Նախնական տվյալներով Փարաքարում ընտրելու իրավունք ունեցող 21400 քաղաքացուց 3 քվեարկությանը մասնակցել է 11528-ը, ՔՊ-ի օգտին քվեարկել է 3669-ը։ Լյուդվիգ Գյուլնազարյանը համայնքի բնակիչներից շնորհակալություն է հայտնել, որ 2021-ի համեմատ ավելի շատ քվե են ստացել։ Այն ժամանակ Փարաքարում ՔՊ-ն 2609 ձայն էր ստացել։ Այս ընտրություններին նախորդի համեմատ նաև ընդդիմադիր Վալոդիա Գրիգորյանի թիմի օգտին են ավելի շատ կողմ քվեարկողները։ Եթե 2021-ին Գրիգորյանը եւ նրա ներկայացրած ապրելու երկիր կուսակցությունը ստացել էին 4637 քվե, այս անգամ 6508, մոտ 2000-ով ավելի։ Մենք կառավարելու ենք համայնքը իշար ժողովրդի, Փարաքար խոշորացված համայնքի բնակչի։ 2021 թվականի Փարաքարի ընտրություններին էլ ամենաշատ ձայները հենց ապրելու երկիրն էր ստացել՝ 49%, բայց քաղաքացիական պայմանագիրը միացավ Դավիթ Մինասյան դաշինքին, ստանձնելով համայնքի կառավարումը։ Սկզբից Մինասյանը, ապա Գյուլնազարյանը կառավարեցին Փարաքարը։ Պաշտոնը ստանձնելուց 4 ամիս անց Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով։ Նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ասում է, երեկվա ընտրությունը փարաքարցիների պատասխանն էր քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որ 2021-ին չթողեց մեծամասնություն ստացած ուժը Փարաքարում ստանձնի համայնքի կառավարումը։ Նախորդ ընտրություններում 49% ձայն էին հավաքել ու հետագայում նաև այլ խնդիրներ եղավ, նաև դատական գործընթացներում վիճարկեցին, այսինքն ակնհայտ էր, որ ՔՊ-ի կողմից տեղի ունեցել անարդարություն եւ իշխանազավթում, որը քաղաքացիների կողմից հետեւյալ արձագանք ստացա։ Ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ոչ նրանց թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը չեն պատասխանում զանգերին։ Համայնքի ղեկավարի հաղթած թեկնածու Վալոդիա Գրիգորյանը չի կարծում, թե համայնքի կառավարման հարցում խնդիրներ կլինեն գործադիր իշխանության հետ։ Այստեղ կա ժողովրդի հարց, որ ինձ թվում է, թե համայնքային իշխանության, թե կառավարության տրամադրվածությունը, պետք է լինի դրական, որտեղ այստեղ ժողովուրդն է այդ քվեն տվել, թե կառավարությունը պետք է նայի, որ ինչ-որ ընդդիմություն է ղեկավարում համայնքում ու ինչ-որ պրոբլեմներ ստեղծի համայնքի համար, ժողովրդի համար, ինձ թվում է դա նորմալ չի տենց։ Ինձ թվում է ամեն ինչ նորմալ է լինելու։ Մեկ շաբաթ անց, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքների վերաբերյալ վերջնական արձանագրություն կազմի, ավագանու անդամները կստանան մանդատները։ Նախնական տվյալներով 12 մանդատ կստանա հաղթող Միասնություն դաշինքը, 7 ՔՊ-ն եւ 2 մանդատ էլ կտրվի ազգային առաջընթաց կուսակցությանը։ Վալոդիա Գրիգորյանը օրենքի ուժով կդառնա համայնքի ղեկավար։